Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորը։ Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Կիսավեր դպրոց տեղահանված Թալիշ ու վերանորոգված փոստճանապարհ քառօրյա պատերազմից առաջ եւ հետո պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են ամրացնել ինժեներական կառույցները։ Դրանք նպաստում են մարտական խնդրի հաջող կատարմանը, այդպես էր նաեւ ապրիլին։ Թալիշի ուղղությամբ մարտական այս դիրքում էլ ձախողվել է ադրբեջանական մի ամբողջ բրիգադի պլանը, խոցել են մեր տղաները։ Հակառակորդը եւս մի անգամ համոզվեց, որ չի կարա գրավի մեծ տարածքներն, փոփոխություններ ու անձնակազմը միշտ է զգոնալ է, կոնկրետ ամենակարևոր փոփոխությունը դա զինվորի մարտական ոգին է, որ յուրաքանչյուր զինվոր ինքը իրան նախ ճանաչեց, հրամանատար իր զինվորին մարտի դաշտում։ Մնացած ամեն ինչներ վերահսկելի է։ Երբ բառերն ավելորդ են, շփումն էլ երբեմն հայացքներով։ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամներն այսպես են որակում հանդիպումը դիրքապահների հետ։ Եկել են ճանաչելու մարտական գործողությունների մասնակիցներին եւ անձամբ շնորհակալություն ասելու։ Դիրքապահների շնորհիվ է Արցախի երկինքը կրկին խաղաղ։ Այն ոգին, այն վճռականությունը, այն դրամատրությունը, այն ուժը, որ իրենց հոգու մեջ կա, դա մեզ համար մեծ լիցք է։ Մեծ ուժ է տալիս, որ մենք ալ շարունակենք մեր աշխատանքը եւ առաքելությունը, որի միջոցով մենք բոլորին ասենք եւ բոլոր աշխարհին ասենք, որ մենք կանք, մենք շարունակելու ենք լինել եւ մենք ավելի ուժեղ լինելու ենք եւ հզոր լինելու ենք ի շնորհիվ այսպիսի զավակների եւ ի շնորհիվ նորից ուզում եմ շեշտել համախմբված միասնական աշխատանքի։ Ինչի կարիք ունեն զինվորներն առաջնագծում եւ ինչ էր պակասում ռազմական գործողությունների ընթացքում։ Հարցինի պատասխան սահմանապահներն ասում են, որ ապահովության հարցում այստեղ խնդիրներ չկան։ Դրան զուգահեռ տեղեկատվական ոլորտի մասնագետները շարունակելու են աջակցել բանակին, աշխատանքներն ընթացքում են։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հեռահաղորդակցության ոլորտում գիտեք մեծամասամբ աշխատում են երիտասարդներ եւ այդ թվում նաեւ շատ բանակում ծառայածներ կան, որոնք այս օրերից հետո մեծ ցանկություն ունեն օգնելու բանակին եւ ոչ միայն ֆինանսապես, քանի որ կա շատ ավելի թանկ բան, դա նորարարություններն են, դա տեխնոլոգիաներն են եւ շատ կարեւոր է հասկանալ իրոք բանակը ինչի կարիք ունի, զինվորները ինչի կարիք ունեն եւ պաշտպանության նախարարությունը ինչի կարիք ունի։ Ունենք արձիական կարճաժամկետ ուրեմն խնդիրներ, որոնք ուղղակի շատ արագ եւ դինամիկ լուծումների կարիք ունեն, հա։ Հիմա մեր նպատակներից մեկն է նաեւ տեղում ծանոթանալ, թե ինչ կարգի խնդիրներ են այսօր առաջնահերթ, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր միության մյուս անդամներին, մենք կարողանանք փոխանցել ստեղծված արդեն աշխատանքային խմբի մյուս անդամներին, որպեսզի նրանք կարողանան իրենց ժամանակ ավելի արդյունավետ օգտագործեն։ Սա շատ կարևոր է։ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամներն արդեն հաջորդ դիրքում են։ Հենակետի պատասխանատուն լեյտենանտ Արթուր Աղասյանն է։ Շփման գծի հյուսիսարևելյան ուղղության առաջին գործողությունը հենց իր ջոկն է հետ մղել։ Հետո սպայական կոչում ու մարտական խաչ է ստացել։ Վերագրում է դիրքի անձնակազմին, միասին են մարտ վարել։ Ընդհանուրս օրերի կատարվածն մեզ որ ասում է դաս է տվել ամեն ինչով, որ պիտի Քին եմ որ ասում եմ միշտ պայքարենք անուն ամեն ինչի, չվստահենք ոչ բան չվստահենք իրան, թուրքը մնում է նույն թուրքը, իսկ մենք միշտ էլ կայուն ենք, սրանց հետո ավելի կայուն ենք լինելու, ավելի կազմակերպված։ Լեյտենանտ Աղասյանի հաջողությունների ու պարգևների մասին մանրամասն տանն իմանում են էկրանից, դեռ արձակուրդ չի գնացել, արդեն պատրաստվում է, բայց արդեն լեյտենանտի տարբերանշանով, ասում է դիրքում լինելու այնքան, որքան պետք է, այս գաղափարով են հերթապահում նաև հարևանությամբ տեղակայված Վաշտում, մեր հաջորդ հարվածն ավելի ուժեղ է լինելու։ Ամբողջովին պատրաստ ենք ցանկացած գործողության։ Անցնի մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս թե տարիներ յուրաքանչյուր ուղղակիան պատրաստ ենք ու այն թերությունները, նույնի թերությունը համարել չի կարելի, բայց ամեն ինչը եւս մեկ անգամ կշտկվի ու հակառակորդը եւս մեկ անգամ կզգա, բայց
չեմ կարծում, որովհետև նման կորուստներով տարիներ արան, պետք որպեսզի եւս մեկ անգամ ուշքի։ Պատերազմական գործողություններից հետո դիրքապահներն արդեն որերորդ անգամ ընդունում եւ ճանապարհում են հյուրերի, բայց իրենք հենց այստեղ անելիք ունեն։ Ամուր լինի սահմանը, ամուր են լինելու նաեւ թիկունքում, իսկ թիկունքը սկսվում է սահմանամերձ Թալիշից։ Նարեկ Սահակյան, Արտավազդ Գրիգորյան, օր։